F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Խչոյին բարև եմ էլի։ Խաչյան պրիվետ, Սավոտ։ Անդոյին կանչել եմ գնանք Իտալիա իրար հետ մտովի։ Արա ներս բերեք հայկական ավանդական խորովածը։ Ոխա։ Չէ, ես վախ որասի մատից տրոդ գալի դա։ Ես բանի կլեպները ուտում եմ իրականում չգիտեմ։ Երևում է որ մեր բակի շներն են մեջ։ Երևում է որ համով։ Արա շատ ջրիկ պյուրե դուս եկավ ես խնդստում ասա։ Պարեստուն եմ ստե բա։ Բանը լավ կոչենք։ Դու իդես որ գարամն արդար մաքուր ամենա այն sense շիստի միսնա։ Սաղի աբրացը գիտենք էլի ոտի բուտ մատը։ Ասում չէ երդվում եմ ասում եմ ուղեղի հետ է կապված։ Ներվում է էլի ջիջոդի։ Հայ այս ինչ է ես այս ախորտմանը ժողովուրդ։ Այս քեյքի մեջ է էլի։ Ողջույն։ Արարատի եթերում կրկին թեստի հաղորդումն է։ Հիանալի հյուր ունեմ։ Իմ հյուրն է դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Ողջույն Անդրանիկ։ Ողջույն Լևոն ջան։ Սեղանի վրա ենք ձերքով ողջուն ենք միմյանց։ Լավ ընտիր, շնորհակալություն ես համոզված եմ, որ այսօր շատ հրաշալի հաղորդում եք ունենալու սիրելի հեռուստա դիտողներ։ Եվ համոզված եմ, որ այն ինչի համար որ հավաքվել ենք, կուտենք, խմենք, խմելու կա, չէ՞, խմելուն կա, ուտելուն է կլինի հեսա ընթացքում։ Մի խոսքով հետաքրքիր լավ օր մեզ բոլորիս համել բարի ախորժակ կմաղթենք հեսա ընթացքում։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերս։ Այսօր Անդոյին կանչել եմ գնանք Իտալիա իրար հետ մտովի։ Այսօր իտալական խոհանոց ենք փորձել։ Սիրով Ես Իտալիայում չեմ եղել։ Ես էլ չեմ եղել։ Ուզում կլինեմ, բայց ուտեսնելը էլի չեմ փորձել, որ չեմ եղել բնականաբար։ Հիմա այսօր Ես որպես խոհարար իմ սիրած խոհանոցն է, անկեղծ ասեմ։ Հա, ես իտալական խոհանոցը տենց շատ սիրում եմ։ Ես որպես այդպեսին գուրման չեմ, Լյով ջան, բայց տենց միայն սիրում եմ, որ անկեղծ ասեմ հայկական խոհանոց։ Դե մեր հայկական ազգայինը դա չի քննարկվում։ Ինձ որ ասում են քո առաջին խոհանոց որ սիրում ես, ասում եմ բնականաբար իմ ազգայինը։ Դրանից հետո արդեն գալիս է մնացած։ Այնպես որ համոզված եմ, որ այսօր լավ օր կունենանք, բայց ինչ-որ հայկականից է կլինի, չէ՞, ինչ-որ բաներ ուտել։ Դե կարևորը ապրանքը հայկական է։ Պամիդորը հայկական է, էլի։ Ուրեմն համոզված եմ, որ համեղ կլինի։ Դե ինչ։ Ասեմ ես կհամադրենք։ պատվիրել։ Ասեք։ Այսօր պատվիրել եմ Մոցարելլա ռեստորանից, ինքը իտալական խոհանոց է, ինչքանով որ ստեղծված եմ։ Ես միշտ որտեղից որ պատվիրում եմ ուտելիքները, միշտ տենց հետաքրքրվում եմ, էլի։ Լավն է, վատն է, ինչ է, ինչ շատ են խորհուրդ տվել։ Հենց որ սպասենք հեսա մեր պատվերը հասնի։ Բայց միջև հասնելը ինձ թվում է մենք փորձենք, չէ՞, տես տարբեր խոհանոցներից խոսել։ Հա, իհարկե։ Ոչ միայն խոհանոցներից, սենց առօրյա բացարձակ, չէ։ Ես որ մենակ մնամ տանը, կարծում եմ սոված կմնամ, բայց պարկասը հիմա այդ առաքման ծառայությունները բանը շատ են, կպատվիրեմ կուտեմ, բայց որ ես ինքս փորձեմ պատրաստել։ Իսկ փորձել ես։ Չէ, մտածում եմ որովհետև չեմ կարող կամ համեղ չի ստացվի կամ ինչ որ մի նյութ չեմ կարողանա, չգիտեմ, աղա պակաս կանեմ կամ շատ կանեմ։ Բայց մենք ես այս չենք ծովը, ես սովորել եմ։ Ձեզ կարող պակաս անեմ, յուղը կա, չգիտեմ, մի խոսքով համոզված եմ, որ իմ պատրաստածը շներին է, որ տան կարող են ճուտեն, դրա համար ես փորձում եմ չպատրաստել, փառք Աստծո, տանը ունեմ մայր, ունեմ կին, որոնք պատրաստում են ու համեղ են։ Բայց խորոված սարքում ես։ Ինչ է, ես այս ախորտմանը ժողովուրդ երդվում ինչ ասել։ Կոնե խորոված է։ Չէ, եկավ խորովածի այդ շուրջ բնականաբար բոլոր հայերը կանգնում են այդ կրակի շուրջ։ Պատտել է բանը։ Հա, բայց բանն էլ կա, որ դանակով sense մի փոքր կտրատում ես ընթացքում, տեսես էփել է։ Այդ ընթացքը հա, բայց այն որ բաստուրմա։ Մարինացում բան չէ։ Այն որ բաստուրմա դնես բանը, տենց են, չէ՞, ասում։ Դա որ հաղորդումը ավարտենք, ես քեզ լավ մարինացման ձև կասեմ, փորձի։ Ես տեսել եմ, որ անում են բան, ինչ որ գինի են խառնում ինչ-որ, հա, դες բաներ։ Տարբեր մարինատներ կա, բայց sense մեր ավանդականը սոխի ջուր, կանաչիներ, սարի խոտ։ Հա, կա նման բաներ, հա, բայց կարևոր է Իջևանի խոս։ Դա շատ, հա, ես վերջերս։ Եթե խոս ուրեմն Իջևանի։ Հա, իհարկե, մեկ մարդիկ կան հարցում են ինչ է Իջևանի խոսացի, լավ, ասեմ հիմա, ես ձեզ էլ ասեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ elə կավա նորություն է։ Չէ, նորություն չի, կարծում եմ բոլորը գիտեն, եթե չգիտեն, ասեմ ինչ են, միշտ ասում Իջևանի խոս։ Ոչ թե նրա համար է, որ Իջևանի խոսերը, չգիտեմ, տարբերվում են եսի միջով, իրականում տարբերվում են այն իմաստով, որ կաղին են ուտում իրենք։ Հա, իրանք ես գիտեմ, որ տանում են մաքուր, ինչ որ հա, տանում են, իսկ այն խոզերը, որ ապրում են ուրիշ քաղաքներում, Հայաստանի, նրանք պարզապես այդպես
1000 դրամ տալիս են, գնում են իրենց համար ինչ ուզում են, մոտավորապես էս։ Իսկ ընդ կախին հասկացա։ Ճարահացիան ինչ որ բաներ գտնում են ուտելու համար։ Ես այս վերջերս ճիշտ է հիշում եմ մի հատ խոզ էի կտրում Կերպանից դաժե մի հատ 500 այդ է եղել։ Չէ, դրա համար ես էլ եմ շատ սիրում Իջևանի խոզը, ասեմ մի հատ ուրիշ է տակսի, բան մսերից ինչ չեմ կարողանում ուտել եւ չեմ կարողանում մարսել նորմալ, դա ապրես։ Դու գիտես որ գառը ամենա արդար, մաքուր, ամենա այն sense Չիստի միսնա։ Չի մարսողականությանս վրա ինքը Հա, դա արծի մյուս կողմը։ Հա, չեմ կա, ուտում եմ ու անմիջապես ուրիշ տեղական գառ է։ Հիմնականում բոլոր տեղական Փորձել է զելանդական։ Անտեղական, տեղական։ Զելանդական գառերը հիմա Հայաստանում տարբեր սորտի գառեր կան միջանոց։ Որ իրենք դες ծանր դժեպմս հոտ չի գալիս։ Չէ, այդ հոտից հոտ արդեն իմ համար բան է։ Չասեմ դա հաճա, բայց հոտից էս արդեն սկսում ինձ ված զգալ։ Հա, ուրեմն ես գառից չեմ խոսում։ Կարանք խոսանք, չէ, որ խոսում ենք հոտ չի գալիս։ Նես որ կարանք խոսանք գառից, բայց ուտելու հետ կապված համոզված եմ, որ այնպես չէ որ չեմ ուտում։ Պրոստը ուտելուց հետո ունեցել չի որ չեմ սիրում։ Սիրում եմ, բայց փորձում եմ չուտել, որ ուտում եմ լավ չեմ զգում։ Իսկ ինչ որ ֆավորիտ տենց ուտելիք կա տունը, որ հենց իմանում ես սենց սարքել, այսպես արի երբ կլինի 5 րոպե շուտ հասնի։ Մահանում եմ լոբով ապուրի համար։ Սխտորով ես ուտում։ Սխտորով այո։ Ես ասեմ այն ուտելիքները, որոնց համար իրականում շատ արագ տուն եմ հասնում, լոբով սուպն է, դա սոուսն է կարտոֆիլով մսով։ Տավարին որ ճզում ես ապրես ու հիմնականում ես մի հատ անկեղծ բան էլ ասեմ, որ այդ սոուսը իրանց գթալով չեմ ուտում։ Իրականում ճզում եմ ու հացով, այդ սոուսն է կարտոֆիլով, դե կարտոշկի ժարիտի մասին չեմ ասում, բոլորիս սերն է։ Բայց ես գիտես չէ՞ մարդ եմ ճանաչում ով կարտոշկի ժարիտ չի ուտում։ Բայց չգիտեմ, օրինակ ես էլ մարդ գիտեմ, որ Հայկո Մկոյին չի սիրում այդ կարգին, չէ՞ լուրջ եմ ասում։ Զարմանում եմ, իրական ոչ թե անձ Հայկո Մկո, այլ այդ կարգին հաղորդման սկեչ։ Կամ մարդ գիտեմ, որ Թաթա Սիմոնյանին չի սիրում։ Զարմանում եմ իրական, ոնց կարելի է Թաթա Սիմոնյանին չսիրել։ Կամ ոնց կարելի է կարգին հաղորդման այդ սկեչերը չսիրել ու անուն դնել։ Ես համոզեմ։ Այդ ոնց կարելի է ինձ չսիրել։ Հա ինձ կարա ինձ կարա։ Չէ, դա նկատի ունեմ կան բաներ, որ օրինակ կարտոշկա ժարիտը ոնց կարելի է չսիրել։ Իրան ես կարող եմ որպես համեմատական տանեմ կարտոշկա ժարիտ ու Թաթա Սիմոնյան, երկուսն է համով են։ Ես լուրջ բան եմ ասում, երկուսն է շատ համով են։ Ասենք կամ բան, լոբով կարգին հաղորդում։ Հա, կամ կարտոշկի ժարիտ Թաթա Սիմոնյան, վրան մի քիչ կարգին հաղորդում։ Հա, ոնց կարելի է դա չսիրել, ես զարմանում եմ, անկեղծ։ Ուզում եմ ասեմ ինձ սիրելներս, շատ մի հետևություն արեք, որ պետք չի սրան սիրել, նրան սիրել, նրան։ Պարզապես կերեք այն ինչ որ կա։ Ուտելիք կա, չէ՞, կեր ու սուս։ Հա, ինչ տալիս են սուս կերեք։ Փաստորեն իտալական բան ենք փորձելու, ուտես, հա։ Մոցարելա ռեստորանից։ Իսկ ինչ է ինքը, թե հեսա բերեն նոր կտեսնենք։ Ես sense խառը պատվիրում եմ։ Պուջուրիկ մսերը բաներ ինչ ինչ Չէ, մեծ փոքր իտալացի մարտիկ բանս պուջուրիկ։ Պուջուրի իտալացի խոհարար կա դուսակալը ես կտրտի։ Պուջուրի իտալացի բանս։ Ինչ, մեր պատվերը հասել է, էլ շատ չձգձգենք, դա չէ որ խոսանք, չէ։ Հա, իհարկե, որ հա խոսանք, բայց այսօր sense ասեմ, բան է, այն կան չէ տաղավարներ, որ մտնում ես ու սկսում ես հավեսով շփվել մարդկանց հետ, դա էս այդ տաղավարներից մեկն է, հա։ Ես ուրախ եմ, որ քեզ տուն գալիս։ Շնորհակալ եմ։ Մենու ուտելիքը դուրս գա։ Մեր ուտելիքը եկավ։ Գնացինք առաջ։ Հեսա մերի ջան։ Սալով բաներ են ուտենք։ Դե ինչ, մեր պատվերը եկավ։ Ես միշտ ասում եմ ինչ եմ պատվիրել։ Ես ուզում եմ չէ, նայ, մի հատ դու խոսիր, ես ասեմ, այսինքն չեկնա դա ՀԴՄ, բան սախտավել է նորմալ է։ Չարժի է բան հարկային ուղարկել։ Չէ, հարկերն էլ եմ ուծվում, նայ դաժե սա։ Չէ, հարկային մենք ուղարկենք կտա, չեկնա, Չէ, սա հարացա, պետք չի, չէ, լավ է։ Նայ, բայց ինչեր եմ ուզել։ Եղտոտ մարդ է։ Տարտալետ կա մանգոյով։ Հենց տենց գրել։ Ինձ թվում է տարտա, եկեք փորձենք հասկանանք որն է տարտալից։ Ես հեսա ասեմ ինչ ենք պատվիրել ու սկսենք։ Լավ է, լավ։ Որ հերթով գնանք, տակից ենք սկսելու։ Պիցան է տակ երևում։ Պատվիրել ենք ուրեմն պանինի roast beef, SS է, ես հրապարակությունը քեզ կպատմեմ, ասեմ, չէ, իտալական իմ բոմբն է։ Բոմբոլ, ինչ? Բոմբոլոնո։ Բոմբոլոնե։ Բոմբոլոնե։ Բոմբոլոնե, հա, դա էլ է, չէ, բոլոնոզն է, չէ, իտալական։ Հա, ինչ։ Հա, նույնն է։ Լազանյա, Մարիա ծովախեց գետնով, Մարիան էլ այդ արքիր բան, եթե իմ պատվեցից, նա։ Հա, երևի։ Այս աստեղ անդառնալու եմ, ասեմ ինչ կա։ Տայլետելե բոլոնես ու բրաունի ունենք առանց պաղպաղակ ու հորտի փապկա, միս կարտոֆիլի խյուսով։ Այսքան բան ունենք այսօր ուտելու։ Հիմա նայ։ Ինձ թվում է քիչ բան թվարկեցիր, որովհետև այստեղ ավելի շատ տեսական ունի։ Հա, ես թվում է։ 1 2 3 4 5 6 7 8
8 1 2 3 4 5 6 7 8 Սա էլ է։ Չէ Բա դա էլ հաշվեցիր։ Չէ 1 2 3 4 5 6 7 Հա, լավ, որտեղ կշեր կա դա։ Այս կշռելու ինքը Այստեղ հիմա ես առաջի երթին մի հատ բան եմ տենում որ իմ թուլությունն է Կարաս գուշակես ինչ Հումիս։ Չէ Որտեղ հումիս ես Հումիսը թեմա չի Չէ, բայց հումիս եմ տեսնում ես հիմա։ Ինքը երբացության աստիճան է Այսինքն բան չի, այն ինչ են ասում, որ արյունոտ ալնում, steak։ Ստեյկը ինքը արդեն տապակած միսն է, ինքը երբացության աստիճան է։ Օրինակ սա իմ բանով մասնագիտական աչքով նայում եմ, medium well-ը։ Ամեն դեպքում բացելու են, չէ՞։ Հա, բա ինչ։ Ասես պարզապես մի հատ այսպես են ուզում։ Հա ինքը միսա չէ՞ ես, բայց իսու հում միսա։ Այդ է տպավորում։ Հա, դա է։ Ինքը երբացության աստիճան է։ Նա ես օրինակ ստեղ ինչից եմ բանում։ Հիմա Ես օրինակ ինչից ներվում։ Ես օրինակ գիտեմ, որ էս պանինին է։ Օրինակ դու գիտեի, որ էս պանինին է։ Պանիրի, Պանինի։ պանինի, չէ՞ ինչ է դա։ Սենդվիչների շատ։ Հա, օքեյ, լավ։ Բայց կուզեի վրան գրացումներ։ Դե իհարկե, ինչ Դե հասկացար հիմա իմ ասածը նայ։ Ոչ ման գրած չի։ Հա, հասկանում, պետք է մենք հասկանանք։ Օրինակ ես որ գնամ ասեմ պանինի բերեք ինձ, իրենց ասեն կամ այս սրահոնը ինչ է։ Պանինի։ Հենց պանինին է սա։ Հա։ Հա, գրած է որ պանինի ասեմ ինձ խնդրում եմ պանինի մեկ հատ։ Բերեն ենթադրենք սա, ես կմտածեմ պանինին սա է։ Դե օրինակ չգիտեմ, պետքա ինձ բանի մեջ, մենյուի մեջ կա, չէ՞, համ գրած անունը, համ կողքը նկարը։ Դե էս հիմա մի քիչ ֆորմատը փոխել են, լիքը տեղեր նկար չեն դնում։ Այդ լավ չի։ Լիստ են տալի։ Ամեն դեպքում լավ չի։ Մատուցողն է գալի։ Նույնիսկ բացազան ոնց որ 5 րոպե առաջ կերի։ Հա, մատուցողի աչքերի մեջ նայում ենք տեսնում ենք Նայում սա։ ես սպանին է երևում։ Երևում։ Լավ, արի չթողենք սառի։ Հա, երկու կտոր է։ Այո, ինքը sense մեծ է։ Խմորը արդեն իսկ։ Հա, ինքը բան է, էլի բրթուջ է ոնց Հա, է։ բրթուջ։ Ինքը արդեն իսկ աշկս։ Դեռ մասը ծանոթ կտրատելու բան, sense հայավարի ինձ Հա, բա պատալի ինչ ու կան, չէ։ Հա, բա ոնց։ Բայց իրա մեջ կծու բան կա։ Խմորը իմ աշկին երևում է արդեն իսկ առաջի բանը որ Համեղա, իրանք դες ինչն է համ տալի սոուսները։ Հա, դե յուբոյ Սոուսներն է շատ համեղ։ Բայց օրինակ ես հում միսով կծու էլ կար կստացի։ Ինչ չեն գավ։ Ինձ ինգամ պերաշին ուտմես վերջում մի քիչ կարտոշկա է գարի։ Ինձ ինգել ինձ մի անգամ։ Բայց նայ, այս խմորը Խմորը։ Հիմա ես հա մասնագիտական եմ Հա, հաց։ Երևում է որ ինքը նախ թարմ թխած է, այսինքն առավոտ չեն արել, էլի թողել թարմ թխած է։ Հա, ես հասկացա։ Մեջը մի հատ էլ սոուս կա, որը չեմ սիրում ես։ Ասեմ որ սոուսի մասին է խոսքը, մի քիչ կծվոտ է։ Անունը ասա, այդ խնդրում եմ։ Գարչիցա։ Հա, կապ է։ Չգիտեմ, ես չեմ սիրեցի ես այդ։ Հա, զգացի ես համ կա մեջը գարչիցա։ Դե տես դու չես սիրում, զգում ես։ Իսկ ես ասեմ, ես գիտես ինչ չեմ սիրում։ Ես իմ բոլոր հյուրերին ասում եմ։ Կարաս գուշակես, ես մասնագիտությամբ խոհարարում, ինչ կարող չսիրեմ։ Ես մը սոխ։ Խաշած դդում։ Բայց ես չէ, պատկերացրու որ խաշած դդումի համար մեռնում ես ամեն դեպքում։ Բայց դդումի մուրաբի համար գժվում եմ։ Դա մուրաբաներն եմ շատ սիրում, թեյի հետ, թեյի շատ եմ սիրում։ Պիտոմ թեյի խմում եմ ամառները շատ, որտեղ խոհացնում է ինքը օրգանիզմը։ Ես համաձայն եմ։ Հա, ու շատ օգտակար է իրական։ Թեյը իմ համար առաջ սուրճները առաջի տեղում, հիմա թեյը։ Չէ, դե սուրճ առաջի տեղում է սուրճը, բայց թեյը օրը մեկ անգամ մինիմում խմում եմ, բայց սուրճ շատ։ Հա, առավոտ աչքերս բացում եմ սուրճը սկսվում է, հաց ուտելուց հետո իջնում եմ բակ մի հատ մի մանկական ընկերների հետ, կոֆե ապարատներից մի հատ սուրճ վերցնում ենք, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այն մանկական իմ ընկերների հետ մինչև այսօր մեր բակ տղաների հետ շփում կա ու անպայման մտ առավոտները իրենց հետ սուրճ խմում եմ, նոր բակից դուրս եմ գալիս։ Ես կուզեմ որ տենց մնայի մոտը։ Ես ոստը մենք մի բակում չենք հիմա։ Չէ, մի բակում ենք, ասեմ ավելի 76 թվից մինչև այսօր մի բակում ենք ու մենք որ տեսել ենք ով ոնց է մեծացել, սաղի աբրացը գիտենք, էլի sense ասեմ։ Բայց բանն է կա, չէ, ընկերների մեջ են տեսակներ կա, չէ, որ ասում է ախպեր ես ու Անդոն մանկությունից ենք։ Նույնիսկ բարձ է, էլի թակումա չի, Անդոին բոլորս գիտենք, իմ մանկությունից ես տեսել եմ ամեն ինչ։ Հա, բայց որ ասում ես կոման քարքայ տարեկան դու։ 30։ Հա, 14 տարի ես փոքր։ 14 տարի ես դեպս ավարտել բասես։ Հա, չէ, իրականում քիչ չի։ Բայց այդ ընկերը կա, չէ, որ ասում է
Այս անդուն մանկության ընկերներին բայց իրականում չէ իմ մանկության ու պիտոմ մի հատ է ուրիշ բան ասեմ, երկրից դուրս ովքեր կան իմ մանկության ընկերները, ովքեր մեր բանկում չեն ապրում։ Ես բոլորի, ոնց որ ասած, իմ ընկերության դեսպանն եմ, ուր գնում եմ անկած, որ քաղաք որ գնում եմ երկրից դուրս, Եվրոպա լինի, Ամերիկա, Ռուսաստան, բան, բոլորը դաս ընկերներից հետ շփումը կա, մանկական ընկերների բակի, մանկական ընկերների հետ շփումը կա, այսինքն դրսել էլի տեսնում ենք, հանդիպում ենք, շփվում ենք, այդ իմաստով ինձ դուր է գալի այն ապրելակերպը, որով որ ես եմ ապրում։ Այդ շատ լավ է։ Հիմա դու իրան ինչ կգնաս։ Չեմ հավատում, որ դու կերար։ Ես կերար։ Սոված էի։ Իմ օրգանիզմը սովոր է լուբոյ հարվածի։ Բայց լավ, այս մասային կտորներ մի հատ կուտեմ, բայց այդտեղ գարչիցան իմ դուրը չեկա, որ անկեղծ ասած, չէ։ Ալերգիա բաներ։ Ինչ է, գարչիցան։ Չէ, ալերգիայի խնդիր չունեմ ես բացարձակ։ Այն որ գնում եմ ատամ սարքելու կամ չգիտեմ ինչ որտեղ, որոնց սրսկ ենք ալերգիա բան, սկսենք նրանից որ ոսմա շանը սարքել չկա, ինչ ուզում եք արեք, ապա մեկը, մեկը, ամեն դեպքում չէ, ալերգիա չունեմ, բայց միայն այս ինչ է դառնում, բոլոնը, ինչ Պանինի մեջ միայն գարչիցան դուրը չեկավ, ես համոզված եմ իմ դուրը չեկավ։ Ես համոզված եմ այն մարդիկ, որ սիրում են շատ համեղ է իրականում, շատ։ Իսկ ես լրիվ դուր եկի։ Անկեղծ ասում եմ։ Ես խմորն եմ իմ համար թուլությունն է։ Մեկ է մսի բացությունը նայում եմ, ինքը շատ դժվար է գիտես, չէ՞, միսը իրականում այդ բանը։ Դե աշճանի բան։ Ոնց ասեմ այդ բառը հայերեն, պրաժարկա։ Եվվածության աստիճան։ Հա, էլի այդ աշճանի բանը։ Հա, ինքը տենց հետո փափկությունը, ոչ մի քաղաքին process անց։ Իմիջայլոց, չգիտեմ, նկատած կլինես թե չէ, էլի շրջագայաց կլինես ինչ-որ երկրներ, միայն ու միայն հայերն են սիրում հաց։ Այդ քո ասած խմոր ասվածը, ես որ սեղան նստեմ հաց չլինի, անիմաստ է։ Համաձայն։ Իմիջայլոց վերջի մի քանի տարի առաջ չեմ հիշում կոնկրետ որթիվը, գնացել ենք Պարսկաստան, Թերան, էլի հյուրախաղերի, ու եմ այդ հյուրանոցի, որտեղ որ մնում ենք, այդ հյուրանոցի 2 ամսվա ռասխոտ լինելու, հա, որ բերում են հյուրանոցից Զավստրիկ Աբեդուժինի, այդ հացը երդվում եմ 10 հոգով ենք կերել։ Ասենք այդ հացը 2 ամիս այդ հյուրանոցում կբզբզային էլի մարդիկ, բան 5-ից 10 օրում մենք ենք կերել այդ հացը, ու բոլորը զարմացել են, ասում են, որ ինչքան եք դուք հաց ուտում, ու իրականում առանց հաց չգիտեմ։ Ոնց մտածես փուրտ են ասած տակ թխած մատակաշի մացած շպոկես ճամփին մի բան կծես։ Դեռ իրեն գնահատենք անցնենք մեր հաջորդ։ Չէ, իրանա եկեք գնահատենք իմ, ասեմ, ոնց են ասում իմ տեսանկյունից, հա, միայն գարչիցաները այստեղ որ ինձ համար ավելորդ էր, ովքեր որ չեն սիրում գարչիցը, համոզված եմ իրանց համար էլ նույնպես ավելորդ կլինի, բայց ընդհանուր շատ ավելորդ կինես շատ է սիրում գարչիցը։ Ընկերներ ունեմ, որ շատ են սիրում, պրոստը հացի վրա քշում։ Հարցից անենք, արդից օգտվենք, մոցարելայի կոլեգաներից ողջունենք, համել ասենք որ հանկարծ անդոն կգա ձեր մոտ։ Որ ասի պանինի, ասել վա։ Գարչիցա չդնեք մեջը։ Բայց հիմա դու զգացիր կար գարչիցա մեջ, ես։ Թե ինչ որ ես ինչ ինքը կարող է սոուսն է։ Կարող է մեջը կա ինչ։ Դե կարող է չկա, կարող է հիմա ռեստորանի տերերը զանգեն, ասեն գարչիցա չի եղել մեջը, բայց ինչ որ համառանում եմ դեպքում։ Ոչ եմ հաշվի տա։ Եթե գարչիցա կա չդնեք մեջ անդոն։ Եթե փորձում ենք ինչ որ գնայի բալային գնահատենք, 10-ից 10, եթե եկեք 10-ից 10 ասենք, սա։ Ես էլ եմ ասում 10-ից 10։ Գնանք առաջ։ Ով ես դու։ Պիցա, գալի չէ պիցա։ Պիցայի մեջ ոնց որ ինչ բարու գնել, ահա։ Պիցա, ոնց է։ Ես լսել, պիցա։ Անունը շուրջ է, Պիցա։ պիցա։ Ահա, ինչ-որ մի ելք։ Սա բան է ոնց որ, վարում։ Չէ, դտմիկ, կաբաչկա։ Ահա, լավ։ Մանածովախեց գետին։ Մի վարքյան իր անունը գտնենք իրան, հա։ Հորտի պապկամից բրաունի տալյատել է, չէ։ Էս հաստատ բանն է։ Բոմբոլոնն է, Բոմբոլոն է։ Նայ, տարտալետկի կդիսերտ է, ես գիտեմ իրան։ Հա, այս Մարիանա։ Սա բան է, ես չում ասում։ Կրիվետկա։ Կրիվետկա է, հա։ Բան է, այս Մարիանա։ Բայց ես ես ուտում ես այս մեկը հանել եմ, ինա։ Հա, կրիվետկա է։ Կրիվետկա է, հա։ Դե ասում քաշի։ Բայց սարալա չեմ գրասում, քարի տակը քաշի էլի։ Դե ինքը ախորժելի տեսք ունի։ Ես գիտես ինչու, նայեմ։ Համոզված եմ, որ շատ համով կլինի, իր հետ չեն դրել ինձ թվում է սոուսներ, թե չէ, նրա հետ է սոուսներ, կետչուպ մայոնեզ բաներ չկա, որ ինքը երևի համը չկորցնելու համար։ Իտալական պիցան չի ուտում կետչուպ։ Հիմա ձեթ։ Փորձեն, էլի հայավարի ձեռքով սիրելի հերոստատիտողներ չեն կաշկանդվում։ Փորձում ենք։ Այդքան շատ պիցա չեմ սիրում,
Գնահատականս հետևյալ է կլինի իր հետ կապված։ Սպասի ստե ֆոկուս կա։ Հա, ինչ որ լիմոն պետք է ճզմահարենք, բայց ուզում ես վրես մի արա, դե արա։ Թե ինձ էլ ես ուտելու այդ պատմությունը գիտես, չէ՞ դու իրական։ Որ մեր հին Այս պատմությունը իրականում շատ շատերը գիտեն, մեր նախքին ներկա չասեմ, բայց նախքին վարչապետերից մեկը, եթե չեմ սխալվում, հենց Անդրանիկ Մարկարյանը, որը որ շատ սիրել է ուտել, գուրման ա եղել իրականում, շատ համով կերել է, այդ պատմությունը լսել եմ էլի ես։ Ու որտեղ նստել ասենց աղելը սրել ա, որն կերել է, աղելը սրել ասենց համով ա կերել, շատ համով, ինքը շատ լավ մարդ է։ Ես իրան իրականում շատ եմ սիրել, որ sense աղը բանը ու Ճապոնիայում թե Չինաստանում տես մեծ ֆորում ա եղել, տես վարչապետներով բաներով այն ժամանակվա էլի, տես նստած հաց են կերել իրար հետ, իրար կողքի, sense աղը լսրել ա կերել ա Անդրանիկ Մարկարյանը, աղը լսրել կերել ա, այդ պահին ոնց որ կողքի նստողի, որը որ կողքի այդ երկրի վարչապետները, օրինակ, չեմ հիշում։ Յուղա թափեց, Մարկարյանը աղը վերցրել սրա ոտի վրա երեք փակել ա կողքի մտածել է այս իրանը նա ուտելու, որտեղ աղը լստես, սենց այս դրամաբանությամբ չսմեցիր վրես էր, էլի, սա լեսասի երևի։ Ինքը աննկատ էր, չգիտի։ Ամեն դեպքում, Բայց ես համով եմ։ Բայց բանը, ինձ խմորը էլի դուր է կաֆել։ Ես ձեր խմորը ինչ լավն է։ Ես գանի որ մեկը շատ սիրում եմ ծովա մթերք, ես կլիվետկան կառանձնացների, բայց իրան համու հոտը կլիվետկան նաև հա շատ։ Ես որակն էի ծովանթերքի նայեմ, ահա որ շատ սիրար եմ։ Ես էլ ծովանթերքի, ռեստորանների նայեմ, ոչ երևում է էլի որ որակյալ ծովանթերք է օգտագործած։ Դուք միտնել լավ եմ, համաձրած իրականում, Սևանի կլիվետկա է։ Չէ, լավն եմ, սա էլ լավ է։ Ես հիմա սել ինկերներ, ես քանի որ շատ կերած եմ, ես հասկանում եմ, որ դու այդքան կերած չես, քիչ ես կերած։ Հաղորդումից, նկարումից 5 ժամ առաջ բան չեմ ուտում։ Դες ասում եմ լավ ասում, դες։ Բայց իմանայի որ սենց Բայց ես գնում եմ տուն, նա թեթե բոյա գնում, բա կարող է հաց ուտես, ասում եմ դե ոնց որ ես նկարումից եմ գալի։ Բայց դու նկատել ես, չէ, կապ չունի, կարող լինի ինչ լինի, հարսանիքների ժամանակ։ Ես ուզում ասի, հետո գնում եմ տուն, մի հատ մի բան պետք է ուտես նոր քնես կամ մի բան պետք է ուտես կամ գնում ես հասկանում ես որ սոված ես։ Ես օրինակ հարսանիք եղել է գնացել եմ տոս լավ կերը խմը քեֆ ենք արել, եկել եմ տուն գնոջս մոտ պամիդոր ու ձվածեղ կաղակցս տենց։ Կամ որ շատ մոտ մարդու սերի հացով։ Կամ որ շատ մոտ մարդու հարսանիք ա լինում, բոլորը արդեն գնում են, մտածել ուբեկ տուն ենք պամիդորով ձվածեղ։ Այն բան կռոգով, չէ՞։ Ապելավ մտածում մի բաժակ նխմենք։ Բանն է, այն որ սրանք գնացին մնացին մենք մերոնց։ Ով գնում է այդ են ասում։ Չէ, ով գնում է այդ են ասում։ Արահեն գնա մենք մերոնցով մնացինք։ Կատես բան։ Ես իրեն գնահատում եմ 10-ից 10 գիտես, խի, որտեղ կրիվետիկ տում առանձնացնում։ Ես վերքաշենք հեսա։ Որից։ Գիտես եմ 10-ից 10 գնահատում, որովհետև ինքը լավն է, մենակ սառել է, բայց ես սառելը հաշվեմ առնում մի բան։ Լավ։ Ասում լավ ասո, յանի լիքը կա էլ, բացա։ Լավ, ես ինչ եմ հաշվում, ես քաղաքի խցանումներ բերել, բանը հնդիկ եղբայրներն չես կարա մեղադրես։ Հա, բերել, որ սառնումա դրա համար, հա։ Կարևոր չեն կերել ճանապարհին բերել։ Բայց հետաքրքիր է, չէ՞։ Այդ հնդիկներն էլ էլի, ասենք սոված սարասավորը ոնց չեն ուտում ցես բաները։ Ճանապարհի վրաստան ուտել։ Ես հարևան ունեմ դիմաց մեծ տուն, հա։ Այդտեղ հնդիկներ են ապրում։ Ես իսկ լավ եմ ապրում, չէ՞։ Բայց ես միշտ տենում եմ իրենք առևտուրի, օրինակ ես առևտուր առածնես գայս եմ տուն, իրենք միշտ սոխ են առնում։ Ուզում եմ հասկանամ սոխ են ուտում սաղորը։ Նա տեսանյութ տեսաբանով, ասում եմ շատ հանգստացում եմ, չգիտեմ ինչքան ավաճիշտ չեմ էլ ուզում փորձեմ իրական։ Սոխի գլխիկները, սոխը sense երկու մասի ես բաժանում, իրան լավ 3 մասի։ Այս կողքերից կտրում մեջտեղի հատվածը պատվիրացի, չէ՞, սկալոր։ Դնում ես ոտի տակ ու քնում ես գիշերը։ Ասում են շատ օգտակար է, բայց ինչին է օգտակար չգիտեմ։ Բայց մարդու օրգանիզմը գիտես, չէ, ինձ թվում է կարելի է փորձել, բայց ինքը ասում է ինչ է։ Մարդու օրգանիզմի ուղեղից սկսած իր բանը, իր ոտի տակից է սկսում ուտել, չէ՞ դա։ Օրինակ բութը, ոտի բութ մատը, չէ, երդվում է, ասում են ուղեղի հետ է կապված։ Այսինքն ոտի բութ մատից գնում է ուղեղի դեպի սնուցումը։ Ասենց սնուցումը գնում է դեպի ուղեղ։ Ինչ որ այս ցուցամատը սրտի հետ է կապված, այնի թոքի, այնի։ Ես օրինակ չգիտեի։ Օրինակ էսի կապված է մի հատ բանի հետ, պատկերացրու։ Հա, լավ, մի խոսքով։ Ես դու գիտես որ բանանի կլեպներ ես դնում ոտի, տակ տակությունը տիշնում է եթե ունես։ Էլ ուր ես ասում։ Ես բանանի կլեպները ուտում եմ իրականում, չգիտեմ։ Կորիզը թափում է, էլի։ Ամոց բանանի կլեպը չուտելու է։
Լավ եթե մարդկա փորձել այդ սոխը ոտի տակ, մեր մեկնաբանություններում գրեք իմ անդոյի խիղճն է հանգստանա։ Հա, սա ինչ է։ Լազանիա։ Սա լազանյան է։ Այո, հիմա ես իրան կսպանեմ։ Սա լազանյան է։ Լազանիա։ Իմ սիրած ուտելիքներից մաղբիրափայան ենք։ Անաչին։ Բազիլիկը, ռեանն է էլի։ Հա, այնց անկապ անունն են։ Բազիլիկ։ Լավ, լազանյան, մատ տեսնենք սա։ Ախր sense բաներ մեր մոտ էլ կա է, բայց սա մեր մոտ ասելով բան էլի, այտենց հայկական խոհանոցում որ պատվիրում ես վերում ես։ Գաթա է մի քիչ լավ հազ գաթա է, Չէ, բան է։ Այն մամաների սարքած մսով պիրոգը։ Հա, բան, հա, կամ բան, բլինչիկ հաստ։ Քարակուսի բլինչիկ։ Քարակուսի բլինչիկ։ Օրինակ ես բանը կուզենայի, որ ես այնքան շուստրի լինեի, որ ամբողջ աշխարհին համոզեի, որ խոհանոցը Հայաստանից է։ Շատ անով։ Այո։ Երևում է, որ մեր բակի շներն են մեջ։ Երևում է, որ համով։ Չէ, իրական համով։ Ես զգում եմ մեջ ոնց է սխտորել կամ։ Դե չի կարա բոլոնեզ կա բա։ Բոլոնեզը սոուսն է։ Այդ մսով սոուսը որ սարքում։ Իրա մեջ կա լաժնի արա։ Դե հա, իրա մեջ կա, ուրեմն իրա մեջ կա նեխուր, քարաուս։ Նեխուրը նորմալ, հա։ Քարաուս։ Հա։ Նեխուր։ Անցած հաղորդմանը բան եմ կերել։ Գորտի կոթին եմ կերել։ Գորտ, շեյփուկ, գորտի պես բան է։ Բայց լավ բան, չէ, լավ։ Ես գիտեք ինչ չեմ ուտի կյանքում։ Իրականում լավ չեմ ուզում ասեմ դրա մասին ինչ չեմ ուտի։ Որովհետև ինքը մի քիչ կարա սխալ ընկալվի, բայց ամեն դեպքում մոտ ասեմ օսի միսը շատ համով միս է։ Վայ, շատ Զիեմ կերե։ Չեմ կերել։ Արջ եմ կերե։ Չեմ կերել։ Չէ, արջ կերել եմ, հա։ Արջ եմ կերե։ Բայց բանի օսի միսը շատ նման է հավի մսին։ Դա բան կա, Հավի մսին է շատ։ Ասեմ կարող է։ Դե ես էլ եմ այդ ասում, էլի, դրա համար չեմ ուզում։ Ես ինձ թվում է Կանայտերներից ես։ Նայ, չէ, ինձ թվում է, հա, բան բնապահպանական տես, չէ, Ոչ չեմ իմացել։ Ես շատ կենթանասեր մարդ եմ, շատ։ Ես էլ։ Որ չկա մի հատ կենթանի, որին լավ, եթե սիրելը գոնե հարգում եմ, որ խնդիրներ չառաջանա։ Լավ, չէ, բայց օսի միսի իրական շատ համով միս է, որ եթե կերել եք, ես ծառայության ժամանակ եմ կերել։ Ֆոբիա ունեմ ես։ Որտեղ ուտելու բան չկա վերթել։ Եղնիկի երշիկ եմ կերել։ Եղնիկի։ Բայց Հայաստանից չէ, բայց եղնիկը լավ թեմա։ Չէ, բանից էր, Թաթարստանից էր բերած։ Եղնիկի երշիկ էր, շատ լավն էր։ Չեմ փորձել։ Ալրև ուրիշ համա։ Մի խոսքով շատ լավ բաներ կա, որ մենք կյանքում չենք փորձել, բայց համոզված եմ։ Ես համաձայն եմ։ Ես օրինակ ասում եմ, որ շատ այնց շուստրի լինեի, ամբողջ աշխարհին կուզեի համոզեի, որ խանոցը սկսել է հայերից։ Խանոց հասկացողությունը սկսել է հայերից։ Սա խյուսն է, պյուրեն։ Այս կարտոֆիլի խյուսն է, բանով տավարի փափկամասով։ Բայց ինչի՞ց է։ Գուլյաշի է։ Բայց նայեք, հիմա մենք իրան ասում ենք պյուրե, չէ՞, տապակած կարտոֆիլ։ Խյուսը, խյուս։ Պյուրե չի ինք իրական, պյուրե է էլի։ Մի հատ ինչ-որ բան կար, չէ՞։ Բուրգեր, հացու կատլետ չի ասում։ Հա, էլի բուրգեր, հացու կատլետ չի։ Լավ, բայց այլ փորձենք։ Լավ, փորձենք հիմա։ Կարտոֆիլի խյուս։ Նայ, համեմունքները շատ է մեջը։ Այդ կանաչեղենը բանը ինչ-որ բան կար էլի մեջը, չգիտեմ։ Բայց այդ բանին է նման էլի մի քիչ են սոուսը որ ասցիր է որ հացով կարելի է ուտել մի քիչ։ Ապրես, հա, մի քիչ ջրիկ է։ Այդ ջրիկությունը հենց այդ է տանում, էլի։ Հա շատ ջրիկ պյուրե դուս եկավ, ես խնդրում եմ սա։ Շատ ջրիկ է։ Ջրիկ։ Բայց լավն է։ Չէ, լավն է, իրականում շատ լավն է։ Հիմա մենք տավարը փորձենք։ Արդեն լավ է որ փշրվում է, այն բաներ կան որ ինձ թվում է որ ոսկորը սենսը ստանում որ իսկ միսը թափվում է, այդպես բան կա։ Այդ շատ համով։ Ինչ էին ասում դրան։ Սովի դարացային քին։ Խաշլաման է, էլի, չգիտեմ ինչի խաշլաման, ոչ թե ինչի այլ։ Օրինակ բան կա։ Այդտենց ստեյքերն էլ կա, ոսկորով ստեյքերն էլ այնտենց անում է որ սս թափս տալի։ Համով վիդեոներ էր գիշերը գալի որ սս զերով ճոզմա միսս փրթվում է իրարից։ Ստեյք առաջի անգամ կերա 2007 թե 8 թվականներն էր Միացյալ Նահանգներում ու Շվարցենեգերի ռեստորանում։ Վաու։ Ու մեր հետևի սեղանին նստած էր Ռոբերտ Դե Նիրո, ես անկեղծ եմ ասում, ցավոքսը չկարողացա մեկարվել։ Այն ժամանակ գիտեինք մենք հեսա տարբեր կանացնենք էլ Ռոբերտ Դե Նիրոին, բանը որ հետևներս նստած էր, բանի տեղ չէինք դնում ախպեր, մեր հետևով ասած։ Հա, դե Ռոբն էլի մեր Ռոբերտն էլի բանը։ Չէ, Ռոբերտը Դե Նիրոյի մասին է խոսքը, էլի, հա։ Հա, հիմա ինչ եմ ուզում ասեմ։
չգիտեմ ինչ է ուզում ասի, ամենուր շատ։ Ամուր։ Չէ, էլի այդտեղ էլ այդ steak ռեստորանն էր, այդ ռեստորանը ու նմանատիպ բան գալիս էին հենց մի անգամից դիմացած այն որ կողքը կրակ բանսից մեծ մոտ ոսկորը ու սենց խփում էր ոսկորը այդ մսերը վրայից բանս սեղանի շուրջ գալի ոնց է շոու են անում էլի Իմ խանութում ամենասիրած խփում ենք այսպես թափվում էր մսերը այդ մեծ սինի մեջ ու այդ սինի սկսում էին հյուրասիրել հաճախորդները այս վերջերս ընկերս գնացել էր Ուզբեկստան վիդեո ուղարկեց այդ իրենց պատմական փլավը շատ լավն էր ինձ էլ դուր եկել էփվածությունը վերջին այդ իրենց պատմական փլավը ուզբեկական թե այդ ինչ ծև է սարքում ու մի հատ պատաչա ցույց տվեց ասում դուք sense մատուցող ունեք ուրեմն տենց սայլակով բերում հա ամբողջ բաները մթերքները արդեն կիսա պատրաստած sense ձեռը պահում է այս կողմը ամանով ու sense արդեն չափը գիտի sense լապատկով խփում հա հասկացի բրիզ չէ ապստեի ձեռը պահում sense լապատկով խփում հա բահով էլ լապատկով այդ բրինձը բան այդ գազերը իրենց միսը այդ սիսեր բան ամեն ինչ sense դրվում է մեջը ու կողքերը չի տապվում այդ շոու չի, շոուի ա то есть, բայց ստի չի, սարքաշ չի։ Ինգերս նստած ասում են նայ, օրասույսի չէ։ Պատմածը բրինձա գալի, օթով ընկնում ամեն։ Ո հասցրի տագից ուտում։ Չէ, ես սա էլ կա բանկանը, պյուրեն դե սովորական պյուրե է, հա։ Իմ համար մսի քանակը քիչ է։ Մի հատ գինը նայեմ էլ իրը։ Որտի պապկամիս կարտոֆիլի խյուսով 4900 դրամ, չէ լավ, միսը նորմալ է։ 400 ճես է։ Ասում եմ, չէ 3000 դրամով մարդ չես կարա ճանես այդ։ Չէ, նորմալ լավն էր, միսը շատ համով, հա, շատ։ Դե պյուրեն է, պյուրել է, էլի, ժո պյուրե է, էլի։ Պյուսը։ Հա։ Կարտոֆիլի։ Լավն է, չէ։ Չէ, իրական լավն էր, շատ լավն էր։ Ոնց եմ ափսոսում, որ ես կերել եմ տանը։ Պաստա։ Ոնց եմ ափսոսում։ Բոլոնեզն է։ Բոլոնեզ շատ եմ սիրում, բայց սա իմ տեսած բոլոնեզը չի։ Սպագետիով ես։ Այո։ Դե ինքը կլասիկայի մեջ է, բայց դե չուս կարասես։ Ինքս պարստուն եմ, ստե բա։ Բանը լավ կոչենք։ Ինչ ֆոկուս եմ անում։ Կարմաս։ Ինձ շատ խնդրում եմ չդնես, որովհետև իրականում անկեղծ ես հենց հիմա առանց ուտելու կարող եմ ասել, որ շատ համեղ է։ Ես լուրջ եմ ասում, որովհետև բոլոնեզ շատ եմ սիրում։ Ու տավարի մսով, հա ինքը։ Ինչ։ Հա։ Շատ եմ սիրում ու մի հատ տեղ կա որ Հայաստանում ուտում եմ, որ ես չի որ վատ է։ Նես յորվատա ու ասեմ ավելի ինչ շատ արագ կշտացնում է։ Հայք փագող Շատ արագ կշտացնում է։ Մենակ ես մամայիս հետ նոր գնացի պաստա ուտելու, պաստան կերենք բրծով, մամաս մտնեց ինձ բան արեց, ինձ Արա բա ես Պավլոցկի փլավը տեսեմ եկում։ Նայ, օրինակ իմ համար, ես իմ տեսանկյունից որ նայեմ, որ ունեմ ռեստորան, ես պաստա առաքման մեջ չեմ դնի։ Որտեղ քիչ է ասեմ, ինձ թվում է մի հոգու համար սա։ Չէ՞։ Հա, ինձ թվում է, որտեղ հետը ոչ միայն սա, կարող է կես լինի, կես ինչ-որ մսային ինչ-որ բան բացի այդ որ իր այդ տավարի միսկա է։ Բայց օրինակ իմ համար բան Ինչ-որ աղցան։ Նայ, պաստան իմ համար առաքման ժամանակ որակա զրկվում է։ Իսկ էլի ամեն դեպքում իրան տակ-տակ պետք է ուտես։ Հա, էլի տեղում է։ Դա ամեն դեպքում բոլոր ուտեստներն էլ հա տակ-տակ պետք է։ Ուտել, նայ, ուտելիքներ կա, որ ենթակա առաքման։ Օրինակ մի հատ ուտելիք կա, որ ես չեմ կարողանում տակ ուտել, դա բանն է։ Սապասը։ Ես սառն եմ։ Դաժե հիմա վաղ։ Հա սառն, հա։ Չէ, ես հակառակը։ Ու այն որ վերջում եմ որ գտել ես, մեջ։ Հա։ Ես այս վերջից գիտես ինչ եմ սկսել։ Շատ սիրել։ Իջլիկի ուտել սապաս։ Չեմ սիրում իջլիկ ուտել։ Խի։ Չգիտեմ։ Արի իմ մեջ է դու կտրում ես ինչ-որ բան է։ Միսը չէ լիմոնը կա է մեջ է լիմոնը չզում են մեջ։ Հա, բայց այդ չգիտեմ չեմ կարող։ Գնի ես քեզ ձեռը։ Ես շատ մեկ է շատ սիրում խաշլամա։ Ու անտեղծ մի բան կասեմ, որ այդ խաշլամեն, գիտես որ խաշլամեն եմ սիրում։ Պանի խիդաների խաշլամեն։ Քելեխի միս։ Արա հա։ Ես։ Այն հավի սառը միսը։ Գժվում եմ կրճիկը ոսս մնում է։ Մեկի չոբանի խաշտամա եմ սարքում։ Ինչի Չոբանի։ Բանի խաշտամը ո՞րն է։ Այդ մի հատ անկեղծ ասում եմ քեզ, մի հատ անասուն պահողից եմ։ Մետ անասուն կա։ Այդ անասուն պահողից եմ։ Մետ անասուն կա, մեր ընկերն է ինքնասովորում։ Ես էլ կիրա, ինձ կփորձես։ Դե գիտես, մի հատ ներողություն հիշի խնդրում եմ, վերջերս մի հատ շատ լավ ընկեր ունենք, ես դիա իրանց ուտեստներն էլ շատ համեղ պատրաստում, հաճելի ես թե չէ, իդեալական պատրաստում է բան, պոչի խաշլամա։ Օրեն որ ժամերով կարաս պրոստը սոված լինես, սոված չլինես, կուշ դնես, սեմուշկի նման չրծես։ Ես օրինակ պոչի խաշլամից բան եմ եղել, զզվել եմ։ Այդ մաքրելու process-ը ես պետք է իմ ձեռով անեմ ուտեմ։
Բայց ինքը խաշլամա է ամեն դեպքում, ինքը պրծել է չմաքրած վիճակում։ Դա չմաքրած վիճակում չեն բանալու էփում իրան։ Չէ, չմաքրած վիճակում տեսես ինչքան դժվար է իրան մաքրելը։ Հա, որ դու չէ, մնում է, հա։ Ես նկատել եմ չկարծելու։ Սա ամեն դեպքում դա որ էփում է չի նկատի ունեմ դա։ Ուտելուց կզգացել է որ ինչ-որ բան կա։ Դե դու զգացել ես մասը։ Հա, զգացել։ Դերում ես որպես ոչ խոհարար չեմ նկատի կերել եմ, դες մազով բանել երևի։ Բայց մազ չի եղել, ամեն դեպքում շատ համ։ Բայց ճոբանի խաշնամեն իմացի, ուրեմն գարին մորթում են։ Այդ մորթին բացում են, մսերը կտրտում են, լցնում են մորթի մեջ, աղ են լցնում ու մորթին կապում։ Մորթով կապում։ Մնում է այդ բանի մորթի մեջ, նայ փոս են փորում, տակը լցնում են կրակը փոսի մեջ։ Այդ մորթիով կապած միսը դնում են փոսի մեջ, հողը լցնում են վրան ու երեսին կրակ են անում էլի։ Համ տակ դեն կրակը անում ու երեսի կրակը հետևողական է գնում, որ չհանգի է, այսինքն ինքը մի 6 ժամ է։ Իսկ հողի վրա այդ ամեն ինչ, հողի վրա հողի տակ։ Հողի մեջ, հա։ Դու վրան են կրակ անում համ։ Վրանն են անում։ Բայց ինչ շերտությամբ, հաստությամբ հողը։ Դե նայած ինչ գառա էլի։ Ծածկի ենք որ իրան անենց համովարնում, աղ մենակ ոչ չի բան։ Տենց հանում ես ենք ասած պես ոսկորից ընկնում համով։ Դա կոչվում ճոբանի խաշլամա։ Տենց են ինձ հա այդ հովիվը զազան այդ։ Մեկ էլ էս վերջերս շատ հետաքրքիր մի հատ բան ենք խորացել հարսանիքների ժամանակ առասարակ ես որ հարսանիք բան որ գնում ենք գյուղերում է չէ ադած որ հարսանիքից առաջ կամ մի ժամ կողմի մորթեն ու այդ տեսարանը բոլորը պետք է տեսնեն բոլորը ասել տղամարդիկ հիմնականում մի անգամ ականատես եղա ու հասկացա որ կյանքում չեմ ուզի լինեմ sense արարողության մասնակից այդ մորթելու process-ն է բան այդ կեսնչապելը բան ու ես հասկացա որ դա իմը չի ու դրանից հետո մի որոշ ժամանակ անց սկսեցի չուտել միս առհասարակ որտեվ նեղվում է եւ որ գիտեի այս միսը մի 15 րոպե առաջ ենթադրենք ապրում է ես համաձայն եմ դարձ ու շատ խորացել ենք միշտ ինչքան ժամանակա որ ռոս կարա իրախություն է բան չեմ ասում նայ որ հարսանիքա որ արա ներս բերեք հայկական ավանդական խորովածը բերում են պարաստնելով արա կես ժամ առաջ այդ խոզը կամ այդ տավարը արա ինքն էր քայլում արա կարա ինքը բերեր այդ խորովածը չգիտեմ արա ամեն ինչ կարար անել այդ միսը խոտ էր ուտում այդ կովը լավ դու ասում ես դու պատմությունից վատացել ես այդ մորթելու ես ասեմ ավելին ես ընկերոջս մեքենայում էի այդպես մի հատ հարսանիքի այդ կովին դրեցին մեր բագաժնիկը կտրտած որ տանենք զալ պատկերացնում ես հա արդեն բան հա արդեն արած դե դե արդեն կտրտած ախր այդ մեր ընկերոջը ասեցին խճոին բարևեմ էլի խաչան պրիվետ սավտա խճոին ասին բանը միսկա էլի մատ միսկա էլի ասես տանես զալ խճոն ասես դու տանեմ ախպեր 0.7 ունեինք, մի հատ սաղընկերներով դրանով էինք ֆռում։ Այս բագաժնիկը բացես մեկի ջոյի մի 4 հոգի կովին կիսում թռնած բերում են։ Արա այս խճանս նայում ասա։ Էս է մի զախբեր։ Մեր որտեղ որ բնակվում եմ, սենց առաջի հայտնա մեր տունն է։ Այդ մեր շենքի տակ անմիջապես պատշգամբից որ նայում եմ, բանա խորովածանոց կա մի հատ խորովածանոց ասելով ինքը մսի տոճկա է, հա, մաղալ ունի, այդպես ահա, մաղալ ունի, համ մսեր են բերում, բան ու ամեն առավոտ որ հելնում են բալկոնին, պատշգամբ սուրճ խմելու բան, այդպես։ Ու տեսնում եմ ինչ-որ գազելներ են գա, մեծ ավտոներ են գալի կանգնում, մեջից ջանդակներ են չասնում, տավարի, խոզի, բան sense, ու ես նայում եմ որ ասում եմ, ախր ժողովուրդ ջան, որ կես ժամ առաջ էս խոզը կամ էս տավարը, իր համար քայլում էր, բանը, ինչ համաձայն եմ։ Ես օրինակ գիտես միայն այդ process-ը չեմ։ Ես չեմ, ես որպես խոհարար մորթել։ Հիմա նոր երևի մի տարի ու կես 2 տարի է գարոսկոպով զուգեմ։ Ես էլ։ Դուրս։ Երբ է ծանոթ։ Մարտի 8-ին։ Ինձ 11-ին։ Խիտոլ։ 3 օր առաջ ծնվի իր։ Ես նոր սկսել եմ դրուկ մորթ։ Ու սերլեց։ Արա ձուկը ասում են բանա, չէ՞, 3 վայրկյան ազգան հիշողությունը։ Դա Դե այդ չգիտեմ, բայց աշկերտի չեմ նայում։ Չէ, ամեն դեպքում 3 վայրկյան է հիշողությունը կա։ Դրա համար ինքը փուճուր ալբանիմի մեջ դա տարիներով կարող ապրել։ Որտեւ ինքը ֆռումը հա չի հասկանում ուրա, 3 վայրկյան հետո կորում է Բայց հիշողությունը։ այդքանի հետ մեկտեղ անդ կենթանի չեմ մորթում։ Վաբշե չեմ կարող։ Լավ, եկեք փորձենք։ Մացար գիտես, չի կարելի։ Քաղցր կետին եք։ Սա արդեն հա, դեսերտն է։ Ջորջան, դեսերտն է։ Դեսերտը բերի։ Այս մանգով տարտն է։ Ոսում հանեմ։ Ահա։ Այսինքն, այս մանգով տարտն է։ Արի նա շարինք տախտակի վրա։ Այս բրաունին է։ Բրաունին առանց պաղպաղակ։ Հենց այդպես է գրված, չէ՞։ Իմ համար, բայց այդ չի սպահին։ Այս բրաունին է ասում քեյք։ Չէ, մի հատ դա լավա քեյք։ Այս ինչ քեյք է, էսի վատա քեյքն է։ Քեյք։ Այս քեյքի մեջ է, դե՞։ Այ
Էս ինչն է։ Այդ ինձ ու մեղր է։ Հա, չէ։ Վախ, Չեմ հավեն, չեմ։ Ինչ է։ Սիրանի ջան։ Վախա։ Չէ, ես վախ որասի մատից դեռ հոտ գալի, լավ։ Էդ էլ է ինձ ջեմ։ Հա, իրան սրանց հետ խառնելու համար։ Մուլա Էս բան։ սրա համար է, սպասի։ Բայց ինչ է, այդ կոնչիկ է, հա, երևի։ Չգիտեմ։ Դա ինչ է, մենք Կարծեմ կտրնենք։ Էս բանն է, բոմբոլենոն է աշիս։ բոմբոլե, Բոմբոլոն է։ բոմբոլոները։ Ահա։ Ինչ կոնչիկ է։ Բանի է։ Հա, բայց ես լավ թեմա է երևում։ Բայց չէ, սա ուզում եմ հասկանամ սրա համար է նախատեսված։ Իրար հետ է դրած։ Որ մի հատ աջեմը ուտենք, մի հատ մուրաբար։ Սա ջամը անենք։ Որ խնդրեմ քո փոքր գտալը կտասած։ Իսել բան հատապատողն է իսկ։ Հիմա եկեք հենց սրանից է փորձենք։ Ինքը պանիր է, հա, ոնց հասկացա ես։ Ես չեմ կարծում, որ տապակած պանիր է։ Հա։ Պանիր է։ Ինչ։ Դե տվարոգ է, ոնց որ տվարոգն ինչ որ բան է։ Նա դու համից ինձ թվում է ավելի խոհարարական լավ։ Ինձ թվում է տվարոժն ինչ որ բան է։ Պանիր չի, բայց թե պանիր չի հաստատ։ Խնդրում եմ ասա, որ պանիր չի։ Ներվում է, էլի չի ջոգի։ Չէ, պանիր չի իրականում։ Չեմ հիշում, բայց գրած կարան իրենց բաղադրությունը։ Մեծ ինչ է մեջը։ Կայս տա գնված։ Դա։ Չէ։ Բայց հենց սպասի, տակը չեք կա։ Բաղադրություն չկա չեկի մեջ։ Չէ, դժվար լինի հեսա։ Չէ, կա, կարելի է սեգոնից մրգերով։ Աղանդներ, մրգերով, ուտես, այո։ Բոմբոլե, չէ, բոլոնեզնեսի, բրաունի պաղպաղակով, պանիրի, էս է ինձ թվում է։ Պանին չէ, պանինին է էսի, նախուտես բոբոլեն է, հիմնականում ուտես հորթի Էտա բոբոլեն է, էսա նախուտես տա։ Կարտոֆիլ պիցա։ Հա, դա բայց չի տալիս որ պանիր է։ Բայց շուտ Հետաքրքիր հետաքրքիր ասեմ քեզ, ոնց է որ էժանա։ Հա։ 2300 դրամ, նախուտես բոբոլեն է, դա նախուտեստի համար ինքը որպես իտալական խոհանոց Երևանի սրտում շատ լավ է։ հա։ Բայց ամեն դեպքում, նայ, սա ինչ ուտես Իտալիայում, ինչ ուտես, բնականաբար տարբերությունը կա, հիմա ասեմ, ինչ եմ ասում։ Գժվում եմ հայկականն ու հայկական ասված այս սուրճի համար։ Ինքը հայկական սուրճ է համարվում։ Այդ սուրճը առնում եմ գաստրոներ կա գնալուց։ Շաքար ավազաստեղից առնում եմ։ Լուրջ պահոսակից մեջ միշտ կա, որ գնում եմ դուրս երկրից, այլ մեկը դրսի ջուրը համը փոխած համաձայն եմ։ Նույնն է հիմա սա եմ ասում, էլի, որ ամեն դեպքում սա որ ուտենք Իտալիայում ավելի համով կլինի, քան ստեղ։ Ես համաձայն եմ, մեր ամեն ինչը, որտեղ կամ մենք ենք սովոր։ Ես օրինակ բանում Վրաստանում ջրով, մեր ստերից տալած ջրով, ավտոյի պարկով գեմ արել։ Հա, ջուրը տվել ես։ Հա դե որտեղ բանը մեծ փողեր մոտս, խոշոր լարի էր, ասի կստանաս, ասես չէ, ասի բան ինչ տամ, ասեց ոչի բան։ Ես սրտից չնստեց։ Բագաժնիկս բացեցի ջուր ունեի, ջուր տվեց իրան 3 հատ, ասպես ինչ է։ Ռուսերենը խոսում, ասում հաստատ օղի չի խմի էլի։ Շուն բացած խմեց, ասում այսի ժամը։ Սովորական մեր մեր միակ հարստությունն է մեր sense ասեմ ջուրը։ Որ մենք ունենք ու ռեսուրսը շատ է ու շատ տեղ ունենալու են։ Մնա մեր ջուրը, չէ։ Հաստատ չէ մնալու, մեր ամեն ինչն է մնալու է, մեր ամեն ինչն է մնալու է։ Գնանք դիսերտի։ Նայ, ես խորհուրդ ունեմ քեզ։ Կարելի է։ Իհարկե։ Շոկոլադ արի վերջում ուտենք։ Համաձայն։ Եկեք հա, այտենց փոքր կտորներ անենք։ Դասնենք իրան պիցա է, ոնց է։ Պիցա։ Օրինակ sense։ Տարտի խմոր հասկացողությունը շատ տենց կարևոր բան է իմ համար։ Վրայինը ինչ է։ Մանգոյի Յուջեմ։ բնականաբար բնական չի։ Կրեմն էլ է լավը։ Տարտի խմորի տեքստուրան էլ է համով։ Հա, ինքը բան է, տպավորությունը որ զիգ բան է, այտենց այն ժելեի նման բան է վրայինը, բայց չէ ինքը շատ փափուկ է ու շատ համեղ է։ Օրինակ է եղել է որ փորձես տար Պարզվում ես եմ ագում բան հասկանում ուտելիքներից։ Փորձես տար կդրես փշրվի իրարից։ Հա, չեմ սիրում։ Այդ Փշրվող բան չեմ սիրում ահավոր։ Էս դառնա։ Այն շաուրմաներ կա, որ սա փաթաթում են ուտում ես կողքից։ Պրոստը դու չես ուտում։ Դու չես ուտում, չէ։ Մեծ առնում ես, դրա կեսի կեսն ես ուտում, որտեղ կեսը հապվում է։ Հիմա սա շաուրմա չի, բայց չփշրվող տեսակ է ու լավն է շատ։ Փշրվող շաուրմա։ Չէ, այդ տեքստուրան իմ համար շատ կարևոր էր։ Ինչի համար էր կարևոր, որտեղ եթե նայ, եք մարդիկ խզիգություններ են անում, թխում են, թողում են երկու մնա։ Բայց այս տարտը արմ հավաքած է։ Շա իրական համով էր, բայց ինքը ես մտածում եմ մի 2 օր մնալուց հետո կարող փշրվի, ինքը։ Դե բնականաբար, նայ, կրեմ կա, տակը։
Կրեմը քաշուբաջանը, էս էլ խոնավա։ Մի խոսքով իրան թաց է պահում ու թարմ է պահում։ Օրինակ գիտեր որ կա շաքարի փոշի երկու տեսակ, հալվող ու չհալվող։ Այս վրայինը փոշին է, Շաքարի փոշին։ այս կա հալվող, չհալվող։ Պոնչիկի վրա որ լցում են, մեր պոնչիկան լցում։ Հենց մի քիչ որ մնում է, բանա, չէ՞, հալում է դնում։ Հա, որ իր ձեթի բանի հետ վերանում է։ Կա չհալվող տեսակ, ինչի վրա։ Այսինքն որ չես տենում դու։ Չտենում ես, բայց ինքը չի ներծծվում։ Ինքը միշտ մնում է։ Դա էսի է սա։ Էսի է դա։ Բայց այդ մեր պոնչիկինը վերացող տեսակ է։ Վերացող տեսակ։ Վերացող տեսակ է։ Ես իրան եմ գնահատում 10-ից 10։ Կարելի է ամեն ինչն է գնահատել 10-ից 10 ու շնորհակալություն հայտնել այդ ռեստորանի, չգիտեմ անունը ինչպես էր, Մոցարելա ռեստորանի շնորհակալություն, որ էլի ու էլի չեմ նեղվի շարունակեմ միտքս, որ կապ չունի դուք հիմա չգիտեք, չէ՞, ուր եք առաքել ուտեստը, շատ կարևոր բան է, որ որպես հյուր բնականաբար եթե վատն է լիներ, չէ՞ ասի վատն, հա, հարցեր չի, բայց ամեն դեպքում վատ բան չկար։ Ես համաձայն եմ։ Բայց մի քիչ կասեի որ վատնա։ Բայց ամեն դեպքում շնորհակալություն ձեզ, որ առաքում եք ու չիմանալով ուր եք առաքում ու որ գիտեք որ ինչ կարող են լինել պատմություններ էլի, հա, շատ համեղ էր, շատ։ Ինձ էլ դու գալի։ Բրաունին առանց պաղպաղակ երբեք չեմ կերել։ Սա է, չէ՞ բրաունին, հա։ Բայց հիմա իրան ընդհանրապես սիրում եմ ես բրաունի, բայց միշտ պաղպաղակով կերել։ Տաք, ու տաք վիճակում որ հալվում է։ Չէ թացն է, հիմա ինքը թացած էքստրուդան ճիշտ է։ Մեր հաղորդումը գիտես չէ՞ որ լրիվ էս առաջի հաղորդումից ասել եմ անկես կարծիք վրա։ Էն չի իմ համար։ Բրաունի։ Հա։ Շատ հասարակ է։ Ասում ամեն ինչի հասարակը լավն է լինում, բայց ես եմ որ այն հասարակն է որ չգիտեմ։ Լավն է։ Այս տեքստուրան կամ երևի նույն կարծիքին ենք որ տակ չի որ պահպանվում։ Իսկ մո տակ չի պաղպաղակ չկա դրա համար մի տեսակ ինքը սովորական։ Ինքը սովոր ենք դրան։ Սովորական է։ Ասում բրաունի դու արդեն գիտես, չէ՞։ Բայց լավ, բրաունին լինում է իրական sense առանց պաղպաղակ, sense մատուցվում է։ Ես չեմ մատուցում։ Նկատում կար ռեստորաններ որ նա հիմա պատվիրել ենք, բայց չենք գրել են բրաունի, չենք գրել պաղպաղակով։ Դա է խնդրի որ առանց պաղպաղակ է։ Նա այստեղը կա հակառակ։ Թե առաքման ժամանակ նիսո պաղպաղակ։ Այդ ուզում ասեին, այստեղ կա հակառակ երևի իրանք առաքման ժամանակ պաղպաղակը չեն տալի։ Դե այդ արդեն իսկ դա էլ է բարդ։ Բայց օրինակ դա բրաունի պաղպաղակ չէ։ Ես մեր հայկական ձևով հետարքի բան եմ արել։ Հալվակ համացմացունի կրեմով։ Հալվա համացմացունի կրեմով։ Համացմացունից կրեմ եմ սարքում։ Այդ հալվայի հետ։ Մեկը շատ օգտակար է, հայրս այս վերջերս շատ ուտում ու ասում եմ որ իրական շատ օգտակար է, թվարդոք սմետան պեսոկով։ Շաքար սպիտակ այդքան պետք չի։ Շատ պեսոկով չէ, այնքան որ մի քիչ համայինը մի քիչ բան անի։ Դե կասես թող փորձի թվարդոք սմետան խուրմա։ Ոնց են ասում, խուրման էլի։ Հա, հասկացա, հա։ Պարսկական խուրմա։ Բայց նա շաքարավազը քիչ որպեսի համը մի քիչ փոխի, ինչ որ շատ շաքարավազ, բայց թվարդոք սմետան ասում են շատ առողջ արարել։ Հա։ Զավտրիկան չէ։ Չէ։ Ես անում եմ։ Չէ, ցավոք սրտի չէ, որովհետև նախ առավոտ շատ ուշ եմ արթնանում, որովհետև գիշերը շատ ուշ եմ քնում։ 4-ից շուտ չեմ կարողանում քնել։ Առավոտներն էլ ուշ արթնանալու դեպքում միանգամից հագնվում եւ գնում եմ գործի։ Նույն ժամ ինչ որ բան։ Հավատալ չեմ կարող։ Լուրջ եմ ասում։ Ու օրվա մեջ մի անգամ եմ երևի։ Չէ, նայ, հոգեվիճակ, տրամադրություն, այն ակտիվություն, լրիվ ուրիշ կյանքով ես սկսում ապրել։ Ո՞նց ասում։ Ես չէի։ Իսկ դու շուտ ես արթնանում դրանից է։ Նայ, ես չէի անում զավտրիկ, միջով ինձ կինս չհամոզեց։ Ասես չէ, էլի արի փորձի մի շաբաթ։ Ու ստամացի, ու ինչքանը ուշ քնեմ, պտի զարթնեմ ու զավտրիկ անեմ։ Ինչ որ մի բան ջուր ու հետը մի բան պտի ծամեմ ես։ Չգիտեմ, չէ, ջուր, սուրճը բանը այդ բարձր։ Սուրճը սխալ է։ Գիտեմ, դե հիմա Լա։ Ժողովուրդ, ախր մի օր մեռնելու ենք 5 րոպե շուտ, 5 րոպե ուշ, որ ասում է չծխողից 5 րոպե շուտ ա մեռնում, դե 5 րոպեն ինչ պետք է անես։ Որ դե բարակա թոք։ Հա, էլի, հա։ Հենց որ մենք ինձ հիմա փորձեցինք։ Մեր հաղորդումը միջելից հասնում է իր ավարտին։ Ցավոք սրտի ես էլի եմ ասում, ես կերած է եկել, բայց դա շատ ախորժալի է ամեն ինչը։ Բոլորն է համեղ էին, բոլոնեզը առանց պաղպաղակ առաջի անգամ փորձեցի։ Նես չի որ համով չէր, համով էր։ Ամեն դեպքում շնորհակալություն Լեով ջան ձեզ։ Շնորհակալություն ողջ անձնակազմին, ովքեր որ հնարավորություն ստեղծեցին, որ ես հայտնվեմ այս տաղավարում։ Ես եմ շնորհակալ, որ չես մերժի եկել։ Ձեր հետ միասին sense սիրուն նոր ունեցանք։ Այո, իմիջիալից մենք ստեղ ունենք հովանավոր, ես իր մասին երբեք չեմ մոռանում։ Efnet Telecom-ն է։
Տեղեկես F-net-ից։ Ճիշտ ասած, չէ, մենք ուրիշ բանից ենք օգտվում, բայց ամեն դեպքում եթե փաթեթները իր բանալին բնակարան ունեմ, կարող եմ հենց շատ լավն է, ինքը գնայինով շուկայական ու շատ հարմար տարբերակներ ունի, ուրեմն առաջարկում է ինտերնետ, հեռուստաալիքներ, դոմոֆոնային համակարգ, այսինքն Ես հիմա նոր դոմոֆոններ տեսել ես բազեսների վրա։ Ու ամենակարևոր բաներից մեկը, որ ես չգիտեմ ով ունի, անկեղծ cloud-ային սերվերով տեսախցիկներ։ Ամենակարևոր բանը դա է ինձ համար, որ DVR բան չէ cloud-ային։ Ունենք նոր ստեղծված բնակարան։ Ու շնորհակալություն ինքը սեփական տարածքով, այդտեղ պարտադիր է դրվի բաներ, տեսախցիկներ, որը հա ինձ թվում է անում է դա։ Թիմի, եթե ցանկանաս հետաքրքրվի դիմի F-net-ին, մեր հովանավորին ուզում եմ ասեմ շնորհակալություն եւ ուզում եմ հիշեցնել, որ F-net-ին միանալու համար շատ բան պետք չի, կամ պետքա նշված հեռախոսահամարով զանգահարել, կամ մուտք գործել ուղղակի fnet.am կայք։ Այսքանը, ես ուզում եմ շնորհակալություն մի անգամ էլ քեզ ասեմ, ապրես շատ որ եկար, չմերժեցիր, հեռուստատողին աղթում եմ բարի դիտում, ինչ անենք։ Ավարտենք, ես եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր բոլոր անձնակազմին, ձեր անձնակազմին, ցեխ անձնակազմին, մոնտաժողներին, հետագայում օպերատորին, մեր շատ սիրելի ընկեր, մեր աղջկան, անունը չգիտեմ, երևի զվուկներ, հա, Անահիտը։ Հա, մի խոսքով շնորհակալություն բոլորից սիրելիներս ու ամենակարևոր շնորհակալությունը սիրելի հեռուստատեղներ ձեզ, որ չալարեցիք մինչև վերջ նայեցիք եթերը, ապրեք։ Ընդհանուր ես ուզում եմ գնահատեմ 10-ից 9։ Ես է, չէ, արի ստիկերները չկար իմ համար։ Արի ես ասեմ 10-ից 10, ինչի, որովհետև 10-ից 9 դու որպես խոհարար բնականաբար կարաս ասես, դու 10-ից 9 կարաս չասես, կարաս ասես 10-ից 7, բայց ես քանի որ ինձ համար համերը շատ յուրահատուկ էին ու լավներ բոլորը, ես արի ասեմ 10-ից 10։ Չէ, Անդոնաս բա 10-ից 10, ես ասում 10-ից 9 մի բանը դուրս է գալիս, իմ համար որ չկար ստիկերներ, նշված չէր, դրա համար իր մեջ ես օրինակ հատես, հիմա ես ուզում եի հասկանայի, հա մեկ էլ ես մոտ շատ լավ բան եմ մտածել, իմ գոլեգաներին խորհուրդ եմ տալիս, որ եթե հնարավորություն ունեք, պարտադիր բոլոր ուտելիքները, որոնք ձեր ռեստորանից դուրս են գալիս, վրան անպայման նշեք ձեր ռեստորանի անունը, այսինքն նայ մեզ բրենդավորես դու։ Ես էլ չկար բան, թղթի վրա կար։ Իր առաքման տոպրակի վրա կա։ Բայց օրինակ հիմա սրա այս կրիշկայի վրա որ լիներ։ Հա, չկա։ Լավ կներ, չէ՞։ Բայց չկա, բայց հաստատ չկա։ Տալատելի բոլոնես գրած լիներ ու ինձ հագած։ Շո, Անդոն գիտեր որ իրանը բոլոնեսն է կվերցներ, ես գիտեի որ իմը լազանյան է կվերցնի։ Հա, հետո որ ինքը բան ալնում, քրտնում է ընթացքում, ինքը ծածկվում է երևում մեջը ինչը։ Հա, դրա համար ճիշտ է ասում, գրելը ճիշտ է։ Վերջ։ Էդ էլ հասկացանք որ կարելի ասել 10-ից 7 ես էլ էլի, բայց համոզված եմ որ չէ, իմ ոչ խոհանոցային էս մտերմիկ լինելու հետ կապված, ասում եմ 10-ից 10, որտեղ իրական համով է։ 10-ից 10, 10-ից 9։ Շնորհակալություն մոցարելային, գոլեգաներին ողջույն, կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ Հաջողություն։